Եվս մեկ անգամ բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորությունը ընձեռելու համար։ Իմ հարցադրումը եւս ընտրությունների մասին է տրամաբանորեն։ Պարոն Կարապետյան, օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն մտահոգում է ոչ այնքան նախընտրական բանավեճի կոշտ ոճը, որքան հնարավոր հետընտրական զարգացումները։ Դուք որպես ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդ, ինչ սցենարներ եք կանխատեսում այս առնչությամբ, եթե իշխանությունը դիմի որևէ մեքենայության եւ հայտարարի ՔՊ-ի հաղթանակի մասին, դիտարկում եք արդյոք հետընտրական բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը, որպեսզի այդ կերպ փոխեք քաղաքական վիճակը, իրավիճակը եւ ենթահարց դարձյալ մանդատների հետ կապված, եթե որևէ պարագայում ՔՊ-ն վերարտադրվի, որևէ ձևաչափով պահպանի իշխանությունը, ի վերջո, խնդրում եմ հստակեցնել, վերցնելու եք մանդատները, թե ոչ, եւ որ դեպքում հնարավորություն կհամարեք չվերցնել կամ վերցնելը եւ չվերցնելու դեպքում քաղաքական ճգնաժամի ստեղծման հնարավորությունը։ Դուք մոտավորապես նույն հարցը տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել, ինքը փորձառու քաղաքական գործիչ է, դրա համար ունի իր ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները, բայց մենք գնալու ենք մեր օրակարգով, մեզ պետք չէ տարբեր օրակարգների մեջ մասնակցել, մենք գնում ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի եւ մենք վստահ ենք, որ այդ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը եւ ձևավորելու ենք կառավարություն։ Բայց նաեւ պատրաստ եք հետընտրական զարգացումների, քաղաքական ակցիաների կազմակերպման հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Դե գիտեք, հիմա այսօր մենք քննարկենք, թե ինչ է լինելու ընտրությունից հետո դրանից 1 ամիս հետո դրանից 5 ամիս հետո, եկեք մենք սևեռվում ենք ընտրության, նախապատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք, մենք պատրաստ ենք եւ պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Դրանից ավել ես չեմ ասելու ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մյուս շարքից Armenia Today, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, ընտրությունների մոտենալուն զուգահեռ հասարակության մեջ քաղաքական դաշտում խոսույթը սրվում է եւ ստանում է բացասական երանգներ։ Մասնավորապես վարչապետը ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ ցիտում, վախենամ դառնաս բոմժ։ Իսկ հետո ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե բոմժ դառնալու գործընթացը անշրջելի է։ Ինչպես եք վերաբերում այս հնչած հայտարարությանը, ինչու է առհասարակ նման բառամթերք տիրում քաղաքական շրջանակում եւ հասարակության մեջ, հասարակական մթնոլորտում։ Շնորհակալություն։ Դե որտե վարչապետը արդեն 8 տարի է այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության ամբիոն, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է
ամբիոներից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է։ Ну, այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքը արդեն ցեյտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի։ Այսինքն դուք էլ լուրջ չեք ընդունում, արձագանքել չեք պատրաստվում այդ հայտարարությանը։ Դե ես ասեցի իր երազները, ես չեմ մեկնաբանելու, մարդը ինչ որ երազներ է տեսնում, ելնում հայտարարում է, դնեմ մի ամեն օր, հեսա 30 օր ինքը իր երազները կպատմի, ամեն օր դնեմ արձագանքեմ դրան։ Ինչքան շատ սուն կուլ տա, այնքան շատ բան կանի, պատմի։